Հուլիսի 12-ին ինքնական ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել Հրանտ Անանյանը։ Նախորդ օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում սպանություն կատարելու մեղադրանքով։ Սպանությունը կատարվել էր այս տարվա հուլիսի 5-ին Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցում նա դիտավորությամբ կտրող ծակող գործիքով հարվածել էր նույն քաղաքի բնակիչ մի երիտասարդի որովայնին։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Հուլիսի 9-ին ժամը 20-ին Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած թափանցող վերկախտորոշման բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, հարուցվեց քրեական գործ դիտավորության առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվեց, որ տղամարդը նույն օրը վիճաբանել է գյումրեցի 1996 թվականին ծնված Կարապետ Հարությունյանի հետ։ Նա ժամերից հայտնաբերվեց եւ կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին։ Հարությունյանի խոսքով հուլիսի 9-ին Շերբինայի փողոցում ինքն է դանակով մարմնական վնասվածք հասցրել տղամարդուն։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։ Բացահայտվել է կողոպուտի 3, գողության 2 եւ կաշառակերության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, սպանության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սկսվել է հանգստի շրջանը, որը ոստիկանների համար նույնքան ծանրաբեռնված է։ Բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին մեկնում են դեպի հանգստյան գոտիներ, եւ ոստիկանությունը բնականաբար իրականացնում է հատուկ ծառայություն հանգստի մեկնողների անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ եթե հանգստի են մեկնում երեխաները, ոստիկանության ուշադրությունը բազմապատկվում է։ Հունիսի 5-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարզերից դեպի ամառային ճամբարներ եւ հակառակ ուղղություններով ուղեկցել են դպրոցականների ավելի քան 70 շարասյուն։ Մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր։ Հուլիսի 12-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ոստիկանության Մալաթիայի վետերանների խորհուրդն ու համայնքի կենտրոնական գրադարանի տնօրինությունը կազմակերպել էին ապահով ամառ խորագրով միջոցառում։ Նպատակը ամռան ընթացքում երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների անցկացումներ, երեխաների ու նրանց ծնողների հետ բացատրական աշխատանքներ, երեխաների բովանդակալից հանգստի կազմակերպում։ Մասնակցում էին թիվ 84 մանկապարտեզի սաները, գրադարանին կից բակային ճամբարի երեխաները, Տարոն գեղագիտական կենտրոնի սաները, երկրապահ կամավորականներ ու ծնողներ։